Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարների Անկարայում կայացած 12-րդ եռակողմ հանդիպումը ամրագրեց համատեղ արձանագրություն։ Որպես հանդիպման հյուրընկալող և դաշինքի ավագ գործընկեր, Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը չի թաքցնում Անկարայի դերակատարումը որպես իր բառերով տարածաշրջանային անվտանգության երաշխավոր։ Մեր սերտ համագործակցությունը ծառայում է մեր երկրների ընդհանուր շահերին և զգալի ներդրում ապահովում Կովկասում խաղաղության և կայունության հաստատման գործում։ Ամենախոսունը սակայն Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հայտարարությունն էր, որին ռազմական փորձագետները համարում են շինծու և բեմականացված խաղաղասիրության դասական նմուշ։ Մի կողմից նա խոսում էր Հայաստանի հետ ձեռք բերված խաղաղության մասին, մյուս կողմից նրա ղեկավար Իլհամ Ալիևը շարունակում է իր ագրեսիվ ռետորաբանությունը, համառորեն օգտագործելով Զանգեզուրի միջանցք եզրույթը, անպատեհ առիթներով էլ օկուպանտ անվանելով ինչպես այսօր Դուշանբեում։ Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի հետ համատեղ հռչակագրի ստորագրում եւ դրան հաջորդած խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը կարևոր քայլ են ավելի քան 30-ամյա հակամարտության դադարեցման ճանապարհին։ Այս պատմական իրադարձությունը նոր հնարավորություններ բացեց Հարավային Կովկասում եւ համաշխարհային մասշտաբով համագործակցության համար։ Իր հերթին Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ճիկովանին խոսում էր իր երկրի որպես կամուրջ Եվրոպայի եւ Ասիայի միջև դերի մասին։ Հարավային Կովկասը աշխարհառազմավարական տարածաշրջան է, կամուրջ Եվրոպայի և Ասիայի միջև։ Մեր երեք պետությունների գլխավոր առաքելությունն է համատեղ ջանքերով տարածաշրջանային կայունությունը պահպանելը։ Այս ձևաչափի առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2014 թվականի օգոստոսին Նախիջևանում։ Այն ժամանակ օրակարգը շատ ավելի կոնկրետ էր, համագործակցության միջոցով ապահովել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան, Բաքու-Թբիլիսի-Էրզրում և Բաքու-Թբիլիսի-Կարս էներգետիկ և տրանսպորտային նախագծերի անվտանգությունը։ Հենց այդ ժամանակ էլ որոշվեց անցկացնել համատեղ զորավարժություններ։ Վերջին համատեղ զորավարժությունները տեղի են ունեցել 2024 թվականին Ադրբեջանում, որի ընթացքում երեք երկրների հատուկ ջոկատայինները ավիացիայի աջակցությամբ մշակել են համատեղ գործողություններ։ Իսկ 2025-ի հունվար-փետրվարին Հայաստանի սահմանի մոտ Կարսում անցկացվում էին թուրք-ադրբեջանական զորավարժությունները Վրաստանի դիտորդական մասնակցությամբ։ Ի դեպ նախօրեին Գաբալայում կայացած թյուրքալեզու պետությունների կազմակերպության գագաթնաժողովում Ալիևը հանդես եկավ կառույցը ռազմականացնելու մասին հայտարարությամբ։ Հաշվի առնելով մեր երկրների միջև ռազմական, պաշտպանական և անվտանգային ոլորտներում լայն համագործակցությունը, առաջարկում եմ 26 թվականին Ադրբեջանում անցկացնել թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների համատեղ զորավարժություններ։ Այս շաբաթ նաև տեղի է ունեցել Մերձկասպյան երկրների ռազմածովային ուժերի հրամանատարների հանդիպումը, որտեղ Ռուսաստանը, Իրանը, Ղազախստանը և Ադրբեջանը պայմանավորվել են 2026 թվականին Կասպից ծովում անցկացնել համատեղ ռազմածովային զորավարժանքներ։ Դրանց նպատակն է ապահովել նավագնացության և ծովային տնտեսական գործունեության անվտանգությունը, որն ըստ անդամ երկրների պետք է ապահովեն բացառապես Մեծկասպյան երկրները, առանց արտատարածաշրջանային ուժերի միջամտության։ Մոնիկա Հայրոյան, Reopen Media։